Իսկ ինչ էական է դա։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով Սերժ Սարգսյանը չի հստակեցնում ուզում է լինել վարչապետ թե ոչ, քանի որ իր պաշտոնավարման ավարտից հետո կարող է նաև շահագրգռված չլինել զբաղեցնել այդ պաշտոնը։ Եթե չկա տնտեսության շոշափելի փոփոխության հեռանկար, Սերժ Սարգսյանը չի վերցնի իր վրա այդ մեծ պատասխանատվությունը։ Եվ ի վերջո հայտարարությունը, որ այդքան էլ կարևոր չէ, թե ով կլինի վարչապետը, ավելի շատ հենց իմ գնահատմամբ վարչապետ չլինելու մասին հայտարարություններ։ Արմենիա հեռուստաընկերության Ռևոլյուցիա հաղորդաշարի ընթացքում արձագանքելով Սաթիկ Սեյրանյանին 2018-ին ցանկանում է լինել վարչապետ, Սարգսյանն այդ հարցը այդքան էլ էական չէր համարել։ Երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը։ Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ինչ էական է դա։ Արդյոք էական է։ Էական չի, չէ։ Մեր երկրում տեղի ունեցել քաղաքական պրոցես, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը լավ էլ հստակեցրեց, արդյոք մտադիր է 2018 թվականի ապրիլից նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Որտեղ ինքը ինչ ասաց, բառացիորեն ասաց, նա ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրում է վարչապետի իր թեկնածուն։ Գործող վարչապետը Կարեն Կարապետյանը խորհրդարանում մեծամասնություն չունի, իսկ ինքը ունի։ Այսինքն Սերժ Սարգսյանը շատ հստակ ասաց, որ վարչապետի պաշտոնը իմ պաշտոնն է, ինձ է պատկանում։ Կուզեմ ինձ կվերցնեմ, կուզեմ ուրիշին կտամ, հետո ձեռքից կվերցնեմ մեկ ուրիշին կտամ։ Իսկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե երբեք չի մտածել որն է լինելու իր հաջորդ գործունեության ոլորտը, ըստ Հակոբ Բադալյանի ինտրիգը խորացնելու նպատակ ուներ։ Կամ իր համար էլ ամեն ինչ անորոշ է եւ բազմաթիվ հարցեր գտնվում են իր ազդեցությունից դուրս եւ ընդհանրապես Հայաստանից դուրս, կամ եթե նույնիսկ ինքը ունի որոշակի պատկերացումներ, այդուհանդերձ դրանք ենթադրում են իշխանական եւ ներքին ամբողջ դաշտում անորոշություն, անհստակություն, նկատի ունեմ համակարգի սուբյեկտների մեջ, ինչը թույլ կտա նրան քիչ ռեսուրսներով, բայց արդյունավետ կառավարել, որովհետեւ ինչպիսին է Հայաստանի համակարգը, բացարձակ նախաձեռնողականությունից եւ պատասխանատվությունից զուրկ համակարգ, եւ բավական է մի փոքր անորոշություն խորացնես, երբ այդ համակարգը անմիջապես փորձում է այսպես պաշտպանություն գտնել ինչ-որ մեկի մոտ, եւ բնականաբար այդ պարագայում ավելի շատ կվազեն Սարգսյանի մոտ պաշտպանություն խնդրել, եւ դա կօգնի նրան մեծացնել կառավարումը այս անցումային փուլում։ Ընդդիմադիր ելքի եւ ժառանգության ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն ինչ անելու են Սերժ Սարգսյանին վարչապետ լինելու ծրագրերը խափանելու համար։ Անհրաժեշտության դեպքում չեն բացառել նաև ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունը։ Ազատության հետ զրույցում քաղաքական մեկնաբանները կասկած հայտնեցին, որ կարող է լինել Սերժ Սարգսյանի համար լուրջ խնդիրներ առաջացնող փողոցային շարժում։ Քիչ հավանական եմ համարում, որ նա անմիջապես հետո կգնա վարչապետի պաշտոնին, այդուհանդերձ այդ դեպքում նույնիսկ մեծ փողոցային շարժում կարող են լինել ինչ-որ փոքր ակցիաներ եւ այլն, որոնք իշխանության համար այդքան խնդիր ոչ թե կառաջացնեն, այլ նույնիսկ կարող են հնարավորություն տալ ինչ-ինչ ուրիշ խնդիրներ լուծել հենց իշխանությանը։ Անկեղծ ասած շատ չեմ հավատում, թե նրանք թավշյա հեղափոխություն կանեն կամ անգամ կփորձեն։ Եթե փորձեն էլ չեմ կարծում, թե ինչ-որ արդյունքի կհասնեն, առավել եւս որ ընդդիմադիր կուսակցությունից մեկն էլ ամենից ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց կարծիքով ավելի լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ։